մեր Տեր Հիսուս Քրիստոսի վրա։ Մենք ուզում ենք միասին Աստծուն պաշտել եւ շատ կարեւոր է թե ինչ ես կրում քո մեջ։ Որտեղ Աստծուն պաշտելը ոչ թե Սուրբ գրքում ասում է այ ժողովուրդը իրանց շուրթերում են ինձ մոտենում, բայց իրանց սրտերը խոտորված են ձանից։ Շատ կարևոր է որ մենք սրտով այսօր մոտենանք Աստծուն։ Կարողանանք մեր ներսով մտնել Աստծո ներկայության մեջ։ Մի փոքր ինչեւ որ քարոզից մեջ կմտնեմ, մի փոքր ուզում եմ խոսել վկայություն տալ, որովհետև անցած անգամ ես երբ եկել էի, մենք դեռ եկեղեցու շենք չունեինք։ Եվ հարկ ասում բարեբուր է ինձ համար, որ մենք մեր շենք ունենք, նոյեմբերի 20-ին մեր եկեղեցու շենքի բացումն էր եւ հարկ ասում շատ ուրախացած եմ դրա համար, ուզում եմ դուք էլ իմ հետ ուրախանաք, որովհետև մի բան ասոփաթյանը գիտեք շատ տարիներ առաջ երբ որ դուրս եկանք Ռուսաստան կնոջս հետ, ուրեմն հիշում եք այն Սադախլովի սումկային, թե ասում ես վերցրել էի երկու փոքր տենց սումկա ասենք, վիճերասուսային ասենք, ուրեմն նենց ստացվեց, որ առանց որևէ բանի եկել ենք Սամարա, եկել ենք Հովության, գիտեմ որ անծանոթ քաղաք, ոչ մեկի չենք ճանաչում եւ ինձ համար մեծ խնդիր էր, որովհետեւ եկանք ընդամենը 12 քույրիկ կար, հոգեվոր եւ ասենք մտածում էի Տեր Աստված, այդ ոնց է դու ընտրել ես 12 եղբայր, ինձ 12 քույրեր, ես ինչ անեմ, ես քույրերը իմ համար դժվար է եւ անկեղծ օրոգիշեր աղոթել եմ եւ Աստված օրհնեց ցես բարձրացնել եղբայրներին, ստացի եղբայրներ գալ։ Մեկ որ եղբայր չի լինում ամենալավ քույրերը եղբայր, հենց ամենալավ եղբայրերը քույրերն են լինում, հենց տենց է դառնում մեկ եւ փառք ասում է քույրերի համար շատ ակտիվ եւ հավատարիմ կողքից են եղել եւ սկսեցինք մեր ծառայությունը։ Գիտեք դուք ինքներդ բոլորը տտեով անցել եք, եկել ես էմիգրանտ, ոչ գրանցում ունես, ոչ ռուսական պասպորտ ունես, ոչ ֆինանս ունես, ոչ տուն կա, ոչ շենք կա, ոչ եկեղեցու շենք կա, ոչ եկեղեցու փաստաթղթերը չկա։ Բոլորը խնդիր է, եւ դու մի մարդ եկել ես առանց որևէ բանի, միայն ունես հավատք քո Տեր Աստծո։ Սա կրում եմ իմ մեջ։ Եվ արդյունքում, որ հույս չունեի նույնիսկ իմ տունն ունենալու տարիների ընթացքում շնորհակալ եմ, որ Աստված օրհնեց, որպեսզի եւ տուն ունենալ եւ եկեղեցու շենքը կառուցեցի։ Ես որ պիտի Աստծո տունը կառուցեի, ժամանակ եթե ասեին, դա հեքիաթի նման պետք է լինի։ Բայց այսօր շնորհակալ եմ, որ Աստված իրոք օրհնել է եւ իրապես մեզ համար մեծ օրհնություն է այդ շենքը մեր ժողովուրդը հավաքում են, ասեմ, որ մեր եղբայրական ծառայությունը շատ ուժեղ բարձրացավ, ամեն շաբաթ օրը 70-ից ավել եղբայրներ մենք միասին հավաքում ենք, աղոթում ենք, երգում ենք, փառաբանում ենք, պարտասում։ Միայն հայեր չեն, ռուսներում ենք, ուրիշ ազգերից ենք, եւ Աստված օրհնել է հիմա նաեւ երկու ժողով ենք անում, ռուսականը անում ենք առավոտը, հայկական անում ենք երեկոյան, եւ մեր եղբայրները բարձրացան, ովիներ ենք ձեռնադրել, Սամարայում մեր Պարտեզ եղբայրը առանձին ծառայություններ է սկսել եւ փառք Աստծո հաջողվում է բավականին։ Սա մեր հաջողությունների մասին եմ ասում, մեր հետ ինձ հետ ուրախանալու։ Բայց հիմա կասես, բա ես ինչ անեմ։ Ես ուզում եմ քեզ ասել, ինչ ես կրում քո մեջ, ինչ կա քո մեջ։ Սա շատ կարևոր է։ Եվ քարոզից վերնագիրն է այդպես եւ խոսելու եմ դրա մասին։ Այն որ դու ստեղ ես, դու պատասխանն ես ինչ որ մեկի աղոթքի։ Ամեն։ Ինչ որ մեկը քո համար աղոթել է։ Ինչ որ դու չես էլ իմացել այդ մասը։ Նույնիսկ մինչև հիմա միգուցե չգիտես, բայց ինչ որ մեկը հատուկ քեզ համար խնդրանք է բարձրացրել Աստծո։ Եվ դու ինչ որ մեկի աղոթքի պատասխան ես։ Նաև կարող են քո հարազատները ստեղ գտնվել, եթե դու նրանց համար հավատարիմ աղոթք անես։ Կլինեն ժամանակ, որ
քո աղոթքի պատասխաններն էլ դու կտեսնես։ Մենք որ ասում ենք աղոթք, որոշ տպավորություն ա, որ ախպեր ջան, մենք ուր, Աստված ուր, լսի, Աստված քեզ հետ ա։ Ամեն։ Աստված քեզ հետ ա։ Ես ուզում եմ դու հավատաս, որ Աստված քեզ հետ ա ու դու աղոթք բարձրացնես։ Եթե դու աղոթքի մարդ չեղար, խնդիր ա լինելու։ Ամբողջ կյանքը ունենաս կրոնական արտաքին, բայց չես ունենալու ներսի փոխհարաբերություն Աստծո հետ։ Եվ շատ կարևոր է սա։ Եվ մեր մեջ պետք է մեր ասում իմ տունը աղոթքի տուն պետք է կոչվի։ Մեր մեջ աղոթք պետք է լինի։ Դուք եք Աստծո տունը։ Եթե աղոթք չկա, ուրեմն ավազակների ողջ է դառնում։ Բայց աղոթք պետք չի միայն եկեղեցում ստեղ կամ դու պետք է ունենաս նաև քո ներքին սենյակը։ Դու պետք է հաճախակի ունենաս այս հնարավորությունը առանձնանալու քո Տեր Աստծո հետ ժամանակ Աստծո հետ անցկացնելու։ Դա առաջին կարևոր բանն է, որ ուզում եմ փոխանցել քեզ։ Ինչ ես կրում քո մեջ։ Եվ ուզում եմ մի տեղ կարդանք Երկրորդ Տիմոթեոս, երկրորդ գլուխ 20-րդ խոսքից, 20-21 խոսքը, Աստվածաշնչից ուզում եմ կարդալ, եթե այստեղ լինի շատ ուրախ կլինեմ։ Բայց մի մեծ տան մեջ ոչ միայն ոսկեղեն եւ արծաթեղեն անոթներ կան, այլ փայտի եւ հողի է։ Կա որ պատվի համար է, կա որ անարգության համար է։ Եթե մեկը իր անձը մաքրե այդպիսիներից, նա պատվական անոթ կլինի սրբված եւ իր Տիրոջը օգտակար ամեն բարի գործերի համար պատրաստված։ Շատ հետաքրքիր է, մի տան մեջ եւ պատվի անոթ կա եւ անարգանքի անոթ։ Եվ եթե մեկը իր անձը մաքրում է անարգ բաներից, ինչից է մաքրում? Անարգ բաներից, այսինքն բաներ կա, որ անարգանք է բերում։ Եթե մեկը մաքրում է, նա պատվի անոթ կլինի։ Ես օրինակ ասեմ ձեզ, եթե մի հայերեն բառեր օգտագործեմ, մեր Ռուսաստանում, որ հաճախակի գրական բառեր եմ ասում, մի քիչ դժվար է հասկացում տեղի ռուսախոս մեր կրթություն ունեցողների համար։ Դրա համար յաշիկ եմ ուզում ասել։ Եթե արկղն է հայերը, եթե արկղի մեջ մուսր դնենք, աղբար կրտվի։ Եթե այդ յաշիկի մեջ, այդ արկղի մեջ, գանձ դնենք, գանձանում կդի, գանձապետ կդի։ Հիմա ինչ ենք կրում մեր մեջ։ Գանձ և որն այդ գանձը, թե անարգանք կամ աղ և որն է դա։ Եվ այսօր ուզում եմ խոսենք, թե ինչ ենք կրում մեր մեջ։ Դա շատ կարևոր է։ Աստծուն փառավորելը նա չի որ կանգնենք ասենք փառքես Տեր Աստված։ Աստծուն փառավորելը առաջի երկին ապրած կյանքը, ներսի վիճակը։ Երբ որ դու սրբության եւ մաքրության մեջ ես քայլում, քո Տեր Աստծուն դու փառավորում ես, դա պաշտում ես։ Այն որ ասում է ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն հոգով ու ճշմարտությունով, սա նկատի ունի։ Ես ուզում եմ մի քիչ խոսենք ու էլի կարդանք Սուրբ Գիրքը Երկրորդ Կորինթացիս 4:7-ը։ Մի երկու տեղ կարդանք եւ դրա շուրջը փորձենք քարոզս պարզաբանել։ Երկրորդ Կորինթացիս 4:7-ը։ Բայց այս գանձ ունենք հողի անոթներում, որ զորության գերազանցությունը Աստծուն լինի եւ ոչ թե մեզանից։ Մենք այս հողի աման, ռուսերեն գրած է գլինինոյի սասուր, այս հողի ամանների մեջ, ինչ Աստված մարդու ստեղծել, հողից, այս հողի ամանների մեջ կրում ենք գանձը պատվավոր, որպեսզի զորությունը նրանից լինի։ Ինչ շատ հաճախ են հարցրել, ոնց է որ քո աղոթքները լսվում է։ Լսեք, եթե քո մեջ գանձ ես կրում, զորությունը նրանից կլինի։ Բայց եթե քո մեջ գանձ չես կրում, ներողություն որ ասացիք, աղբարկը, եւ դու քեզ կոտորի,
Միջև մեջիդ աղբը չթափես, Աստծո զորությունը չի գա։ Մենք հիշում ենք Եղիային, երբ որ զոհը դրեց, աղոտ բարձրացրեց եւ Աստված կրակով զորությունով պատասխան տվեց։ Աղոտ քարեց մեր նման մարդ է, իրքերի բնական ենթակա սովորական մեր նման մարդ է։ Աղոտ քարեց անձրև եկավ, աղոտ քարեց անձրև չեկավ։ Ոնց է որ Եղիայի աղոտքը լսվեց, որովհետև Եղիան մի անոթ էր Աստծո ձեռքերի մեջ, որի աղոտքի ժամանակ զորությունը Աստծուց էր գալիս։ Սա շատ կարևոր է, չգիտեմ, մի քիչ կարող է բարդ լինի, ես մաքսիմում կփորձեմ պարզաբանել պարզ խոսելու համար, որոնք որտեղ հոգևոր ավելի ասում են, որոնք նոր են եկել, ոմանք կարող են ինչ-որ ժամանակ նոր սկսել հավատքի քայլերը, խնդրում եմ, սա բոլորիդ պետք է։ Մենք, եթե մեկը ինքն իրան սրբի ամեն անարգ բաներից, պատվի անոթ կկոչվի։ Եվ դու կարող ես ասել, ես ապաշխարել եմ հավատքի եմ եկել, շատ լավ ես արել քո առաջի քայլը, որ դու արել ես, եկել ես հավատքի, փառք Տիրոջ, սա առաջին քայլն է։ Պողոս առաքյալն ասում է, ընթացքս գնացի, ընթացք ունես նաև անցնելու, հավատքս պահեցինք, Ժողովուրդ ջան, ոչ ենք կորցրել մեր հավատքը տարիների մեջ։ Ես 33 տարի առաջ, 35 արդեն, 35 տարի առաջ ընդունեցի մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ընթացքս 35 տարի։ Խնդիրներ, դժվարություններ, փորձություններ եղել են, ինչպես բոլորին։ Բայց ինչպես ենք անցել այդ փորձությունները։ Ինչպես ենք անցել, եթե այդ փորձությունների ժամանակ մենք պարտվեինք և տրվեինք մեղքին, ես այստեղ չէի լինի։ Բայց օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը, որից գալիս է զորությունը։ Զորությունը նրանից է, Սուրբ Խոսքն ասում։ Հասկանում եք ինձ։ Բերեք փորձեմ մի փոքր առաջ գնալ, որովհետև ամբողջ Սուրբ Գիրքը սովորացնում է առակներով, համեմատելով, ավելի պարզաբանելով, որ ասում է, որ հիշում եք այն 5 կույսերի, որոնք որ անմիտ են և 5 կույսեր, որոնք իմաստուն են։ Եվ ասում է, իմաստուններ իրանց հետ յուղ էին վերցրել, անմիտներ իրանց հետ յուղ չէին վերցրել, մի խոսքով երկար չեմ ասում, որտեղ այս առակը շատերը գիտեք, ինչ անոթներ ունենք, երբ որ ասում է, բերեք ձեր անոթները, թող յուղ լեցվի։ Ինչ ենք կրում մեր մեջ, այն յուղը, որ Աստծուց լեցվել է, դա կա, թե յուղը վերջացել է, լապտերները վառում են, յուղ է վառում, արդեն տեսել եք, որ յուղ է վառում, ծուխ է անում, այո, հետո աչքերին արգի վնաս է տալի։ Մենք ինչ ենք կրում մեր մեջ, և եթե դու ուզում ես, ասենք յուղի մասն ենք խոսում, յուղը, ասենք, այսինքն այն Սուրբ Հոգու յուղը, որ պետք է կրենք մեր մեջ։ Ես ուզում եմ հարցնել, 4 կետի ուշադրություն դարձնենք, ինչ ամանների մեջ է դուք լցնում ձեր յուղը, կամ ցանկացած ջուրը լցնենք, հա, երբ որ վերցնենք այսը, դες մի աման և փորձենք հասկանալ, թե որ դեպքում մենք սա կօգտագործենք, առաջինը ինչին ուշադրություն կդարձնենք։ Ես 4 կետ եմ գրել, սա իմ և քո ներսն է, շատ լավ, փորձենք սրա շուրջը խոսել։ Առաջին բանը, որ ուզում եմ ասել, անոթը պետք է բաց լինի։ Եթե անոթը փակ է, դու ոչինչ չես կարող լեցնել։ Սա այն հավատացյալների սրտի դիրքն է, որ հաճախակի փակ է։ Տեսել եք տենց մարդկանց, որ հետները ուզում ես խոսես և փակ է, ուղղակի փակ է։ Ինքը ապրում է իր ներսի աշխարհում, չի ուզում ոչ մեկի առաջ բացվի։ Բարդություն ունի։ Ես չգիտեմ դուք շատ հանդիպում եք, թե չէ նման մարդկանց, ես հաճախակի եմ հանդիպում, որ փակ է։ Կամ ուզում ես ավետարանի խոսքը ասես, գիտեք, սատանան ստության հայր է։ Եվ как ни тут, всегда тут, հենց այդ պահին միշտ, երբ որ խոսում ես,
Ինչ գիտեք թե ես որ նոր ապաշխարեմ այդ մտքերը չեն եկել, օրինակ ասում եմ շատ մի խորացի, կգժվես։ Ինձ էլ այդպես ասի Սատանան։ 35 տարի առաջ, որ նոր ընդունում էի Հիսուսին, հավատա, քո համար հավատա, բայց չխորանաս, կգժվես։ Ժողովուրդ, տեսեք, հավատացել եմ, չեմ գժվել։ Էդի Սատանի սուտն է։ Կամ ասում է, որ հլտես, ինչ որ քեզանից շահ են փնտրում։ Ժողովուրդ ջան, այտենց չի, սա Սատանի սուտն է։ Ինչ ինձ օգուտ, որ դու հավատքի գաս։ Էսա խաբելու եմ, փողերը տանեմ։ Այտենց չի։ Դա Սատանի սուտն է։ Չթողնեք, որ մի որևիցե նման խավար միտք տեղ գտի քո գլխի մեջ։ Այդ դեպքում դու հենց այդպես բան եկավ, դու փակվելու ես։ Էլ ինչքան ուզում ես քարոզ եմ, փակա դուրը։ Ինչքան անոթը փակա, էլ ինչքան ուզում ես քարոզեն, երկնքից հրեշտակ գա, փորձի քեզ ասի մեկը դու փակես։ Դու փակվել ես։ Շատ կարևոր է բաց լինես Աստծո առաջ։ Բաց լինես ավետարանի խոսքի առաջ։ Ամեն առաջինը որ ասեցի ինչ էր, բաց լինել։ Երկրորդ բանը, որ անոթը պետք է մաքուր լինի։ Ես կարծում եմ ցանկացած նամանք մեր հայ ազգը շատ սիրում է մաքրություն։ Եթե ցանկացած անոթ տեսնենք կեղտոտա, չենք օգտագործի, ոչ ջուր խմենք դրանով, ոչ էլ օգտագործենք որևէ դրական նպատակով։ Առաջին հերթին պետք է լվանալ։ Երբ որ ասում ենք մաքուր լինի, ինչ նկատի ունենք անոթը, հա, որ մենք կարիք ունենք սրբվելու եւ մաքրվելու, որ մենք կարիք ունենք ապաշխարելու մեզանից, ապաշխարը գիտեք որն է, նախ առաջինը որ դարձի գանք, փոխվենք, երկրորդ հերթին մեզանից դուրս գցենք ամեն բան, որ անարգանք աբերում մեր Աստծուն։ Մի քանի օր առաջ էր ես հանդիպեցի արժույթ ինտերնետում կարդացի, լավ հիշեցի։ Ինտերնետում հանդիպեցի մի պրոֆեսորի, որը որ այսպես էր խոսում։ Ասում էր, որ իր պրակտիկայի մեջ, փորձառության մեջ հանդիպել է մարդկանց, որոնք դաունով երեխաներ ունեն, ասում է եւ փորձել եմ հետազոտել, ինքը հավատացյալ չէր այդ պրոֆեսորը։ Ասում է հետազոտել եմ եւ տեսել եմ, որ պատճառը, որ այդպիսի երեխաներ են ծնվել, հայհոյանքն է։ Հիմնական պատճառներից մեկը, որ մարդիկ հայհոյանքով են խոսում։ Բայց ոչ թե բոլորը, այլ գիտեք, մարդկանց տեսակ կա, որ վարժվել են այնքան, դա իրանց առօրյայի սովորական խոսակցաձևն է։ Եվ մարդ չէր հասկանում ինչի է այդպես խոսում։ Մի օր մեկին ասի ինչ ես հայհոյանքով խոսում։ Ասա դա նորմալ է մեր ազգի մեջ, դա նորմալ է։ Ասա դա նորմալ չի։ Ով ասել որ դա նորմալ է։ Գիտեք, գնում եմ Հայաստան քրոջտում, բալկոնից նայում էի, ընդդեմ մուսոր կար։ Ամեն անգամ նայելուց ասում եմ Տեր Աստված, ինչի ես մուսորը չեն տանում։ Տարիներով մնացել է։ Եվ հետո ժողովրդի աչքը սովորում է դրան կամաց, որ ես ուշուշ էի գնում, ես նկատում եմ։ Բայց որ մարդիկ ամեն օր այդ մուսորի կողքով գնում գալիս են, վարժում են դրան, սովորում են դրան։ Գիտեք, այնքան հաճախակի է լինում, մեր ականջները, որ վարժացրել ենք արդեն անպատիվ խոսքեր լսելու, հայհոյանքների եւ կարծես թե սովորում է։ Դա ասում են, հետո ընդունում են դա նորմայի տեղ, բայց դա շատ աննորմալ երևույթ է։ Եվ շատ վնաս եւ անիծված հետևանքներ են գալիս քո կյանքում հենց համարում եք դրա պատճառով։ Ուրիշ բան ասեմ, մարդ չեն հասկանում ինչի հանկարծ քենախնդիր, հա, նա ավանա, մուր աղով է, վրեժխնդիր, քենախնդիր, որ ինքը այդպիսին է։ Վայն եք է տարել, որ մեկի հետ խնդիր անեցել, թորներով, ծորներով, գնում է արդեն սերունդի վրա, իմ ընկերներիցս մեկ արտաշատից է, շատ հրաշալի անձնավորություն էր, ընդունեց Տեր Հիսուսին ու մի բան պատմեց, ասեց, որ ինքը երկար տարիներ երեխա չուներ,
ասի Հայկ ջան, բա ի՞նչն է խնդիրը, ասեց ամուսնացա մեր գլխավոր բժիշկը խնդիր ուներ պապայիս հետ, իր պապան էր գյուղի նախագահն էր։ Ասում իրանք իրար մեջ խնդիր ունեին։ Կնոջ տարել է հիվանդանոց, ասում վերցրել է ուրյաղիքի կտրելու թե ինչ-որ վերջը օպերացիայի ժամանակ, վերցրել է կնոջ փողերը կտրտել։ Շատ ինչի համար ու ասել է ես քո սերունդը պիտի չորացնեմ, որ դու ես սրանք ծրտել եք աչքում։ Շատ դաժան, շատ անաստվածային երևույթ։ Ինչ արել ես թեխ երեխեք ես, բայց քանի որ մարդը վրեժ խնդիրը, քանի որ իր մեջ կրում է այդ աղբը, իր երևույթները, դրսևորությունները, այդպիսի դաժան հետևանքների են վերում։ Հիմա տեսեք, ամեն մեկը ձեզանից վերաբերմունք է ցույց տալիս, ինչ որ երևույթի վրա։ Եվ դու քեզ հարցրա, մի անգամ հարցրա, իսկ դու ինչ ես քեզ պահում։ Մի հատ քույրիկ, որ ամուսնացել էր, օրը գիշեր չէր տալիս խեղճ կիսուրը։ Ասենք հարցրեցի, ինչ է կատարվում, փորձեցի ճշտել։ Ամուսնու հետ խոսի, ասում այն ստիպում է, որ անընդհատ կնոջից ծեծը։ Ասում եմ, հետաքրքիր է, կանչեց այդ կնոջ հետ խոսեմ, փորձեցի հասկանամ, ինչի, այս թվին ինչ է նշանակում ծեծել։ Հետո բանից պարզվեց, որ ինքը ամուսնացել է, իրան տարել են տուն ծեծել են։ Իմ ինքը ուզում է իր տղաներ ծեծի, որ իր թորնել իրան ծեծի, են էլ պետք շարունակվի էլ այդ սեղին։ Սա աղբ է, ժողովուրդ չէ, որ պետք է կտրես, դե գցես։ Եվ մի ուրիշ դեպքում հիշում եմ, որ բանն է, խանդ ուներ ես կինը, տղայից ձեռիցս տարավ, ամուսնացրել ես, թող իր տանից կապրել ինչ ես ուզում։ Ոնց է տղայից ձեռիցս տարավ։ Էլքի պահել ձեռիտ մեջ։ Ամուսնացել է, տղայը փող ապրի դարը։ Գիտեք, ես այս օրինակները ինչ եմ վերում։ Որ ասում եմ մեղք, շատերին թվում է թե 3 հատ մեղք կա։ Շնությունը, մարդասպան, չէ, ժողովուրդ չեմ, սենց բաներ կա մարդու մեջ։ Եվ կրում է մարդը, այդ իր սրտի մեջ կրում է։ Եվ ինքն էլ չի հասկանում, ինչի է այդպես իրան պահում։ Բայց երբ որ անոթը տեսնում ես շատ թափ ես տալի, տեսնում ես շատ բաներ կա, ասում ես սրանք պետք է թափես, հետդ մի տար։ Քեզ քո կյանքում անդադ խանգարել է։ Առաջինը ինչ էր, բաց լիներ, երկրորդը մաքուր լիներ, երրորդ բանը, որ ուզում եմ ասել, բերեք, որ իմ գրածով կարդամ, աչքերս, հա։ Բաց լինել ներսից, մաքուր լինել, երրորդը դատարկ լինել, որ ուզում եմ դատարկ լինել։ Ինչ նկատի ունեմ, այսօր ինտերնետը լցրած աշխարհ է եւ ամեն տեսակի ուսմունքներ լցված է։ Եվ մի հատ բան ձեզ ասեմ, ժողովուրդ ջան, եթե դուք մի ուսմունք եք լսել որևէ տեղից եւ ձեր հովիվը դրա հետ համաձայն չի, խնդրում եմ քո եկեղեցու ուսմունքի հետ գնա։ Քո եկեղեցու հետ եղեք։ Ամեն ուսմունքներ վերցնում են, դատարկ չի։ Հետո այս մարդուն ուզում ես խոսես, արդեն ընդեղ մի ուսմունք կա։ Գիտեք ինչ են անում, մտքի մեջ վիճաբանում է։ Մեկի հետ խոսում էի մեր մոտ, ասեցի, քարոզում եմ, ավետարանում եմ, խոսք ասում եմ, ասում եմ, հովիվ ջան, ես այդպես չեմ մտածում։ Դե արդեն զգացեք լենական այդ սնտով։ Ինչ է։ Ես այդպես չեմ մտածում։ Հիմա ասում եմ, այ ախպեր, կարևոր չի դու ոնց ես մտածում։ Ավետարանը այսպես ասում, սուրբ խոսքը այսպես ասում, բայց եթե դու արդեն մի ուսմունք ընդունել ես, դատարկ չես, քո մտքի մեջ կռիվ ես անելու քարոզիչի հետ։ Ես այդպես չեմ մտածում, ամեն մարդ իր ճիշտ ունի, հա տենց հա, ճիշտը մի հատ է մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, եւ այդ ճշմարտությունը քեզ կազատի, կգիտենաք ճշմարտությունը եւ դա կազատի։ Դե ճիշտ ճշմարտություն նույն բանն է, ես մտածված ասացի, որ շատերը տեղից վարդապետություն են սարքել, չէ, ճշմարտությունը իրականություն։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսն է ինքը։ Եվ դրա հետ պետք է հաշվի նստել։
Եվ լավ, շտապեմ մի քիչ արագ գնալ, 4-րդը, ուրեմն առաջինը ինչ ասեցինք, բաց լինել, երկրորդը ասեցինք մաքուր լինի, երրորդը ասում են դատարկ լինի եւ 4-րդը ամբողջական լինի, ճաքած չլինի։ Եթե ճաքած եղավ, դու ոչ մի բան չես լցնի մեջը, որտեղ ինչ լցնես գնալու է։ Ձետ լցնես, հետո շատ ես թանձվելու։ Ջուր լցնես, թափվելու է։ Նույնիսկ միկրո ճաքեր կան, որոնք որ հենց մի անգամից չի գնում, բայց մի քիչ ժամանակ հետո բոլորը գնում է, ժամանակի հարցը։ Գիտեք այդ ճաքերը ինչ է, վիրավորանքները, վիրավորված մարդիկ։ Ես չգիտեմ տեղակ եք, տեղակ չեք, բայց շատ վիրավորված մարդիկ կան, որ վիրավորվածությունից քայլեր են, վիրավորվածությունից շարժում են, եւ այդ վիրավորանքները չի թողնի, խանգարի, միշտ քո դեմ պայքարելու է, որպեսզի դու քո մեջ չկրես այն Աստծո լեցուն յուղը, այն Սուրբ Հոգու լեցունությունը, դու չես կարող կրել։ Դրա համար հիմա լսելու ես, հա, այս պահին լավ է, բայց մի քիչ տեղից գնացիր, всё, ամեն բան գնաց քեզանից։ Ինչի մասին է նույնիսկ չես հիշում։ Պատճառներից մեկը սա է, այդ ճաքերը, դե տարբեր ճաքեր կարող են լինել, ես վերցրեցի մեկը վիրավորանքը։ Դրա դեղը լուծման, այն կլերը, որ պետք է քսես որ պահի, դա ներելն է, որոնք որ այսօր շատ խնդիր ունեն ներելու հետ կապված, որպեսզի ամեն վիրավորանք ձեզանից դենքցը։ Ոչ եք օգներ։ Կարծում եմ, որ պետք է շարունակել։ Ինձ ասել եմ ինչքան է ժամանակը, ասել է 45 րոպե, բայց աշխատել մի քիչ ավելի կարճ լիներ, որպեսզի ձեզ չտանջան։ Առաջին Թեսաղոնիկեցիս 4:4 խոսքը ասում է. ձեզանից ամեն մեկը գիտենա իր անոթը պահել սրբությամբ եւ պատվով։ Տեսեք նորից նույն բանը կրկնում է։ Մեղքի հետ չպետք է յոլա գնաս։ Մի անգամ ճանապարհ են գնում ընկերներով, ոնց եղավ կոշիկիս մեջ մի փոքր քարի կտոր եկավ։ Հիմա գնում եմ, անընդհատ սենց եմ անում, անընդհատ այսպես ծանոթ է, երևի եղել է։ Անընդհատ ուզում ես գցես մի այնպիսի անկյուն, որ քեզ չկանգարի։ Մի քիչ հետո նորից է, անընդհատ։ Մի պստիկ քարը այնքան քեզ նեղություն է տալու։ Անընդհատ նեղություն է տալու։ Ասենք մի պստիկ մեղքը մի պահի քո մեջ քեզ խանգարելու է։ Դրա ճիշտ ձևը սա է։ Կանգնեցի, մինչև այնքան նեղացրես, կանգնեցի։ Մի րոպե թափ ցակի գնալ, ինչ կա։ Դժվար բան չկա։ Կանգ առ, խոստովանի քեզանից դենքցի, ու շարունակի ճանապարհը, մաքուր, անհուստ ազատ գնա։ Ինչի համար ես կրում փոքր խնդիրները։ Գիտեք, ես ուզում եմ, որ մեզանից դենքցեն ամեն անարգանք, ամեն անօրություն, որ մեր Աստծուն փակ չի բերում, որ կարողանանք մեր ընթացքը գնալ մինչև վերջ։ Շարունակեմ, ուրեմն մեղքի հետ չպետք է յոլա գնալ, այլ ամբողջովին ազատագրվել։ Մեղքի մեջ գիտեք, որ մարդիկ կան, որ մեղքեր կան, որոնք կոչվում են լյուբիմչիկ։ Ծանոթ բան է։ Հիմա ինտերնետից մեկ եկավ, ասեց Հովիկ ջան, բոլոր մեղքերը թողել եմ, բայց մի հատ կռապաշտության հետ կապված բան կար, էլի, դա պահում էր իր մոտ, իր ինչ-որ փոխանցել էին, որին կապում էր իր հաջողությունները դրա հետ։ Եվ ասում էր, բոլորը թափել եմ, ամեն բան գցել եմ, բայց այս մեկը պահում եմ։ Ասեցի, համար մեկ հենց այդ պետք է գցեի, լյուբիմչիկն է։ Չի կարելի որևէ մեղքի հետ այնքան մտերիմ անալ, որ այդ մեղքը քեզ խաբի, ասի ես քո մասն եմ կազմում։ Գիտեք, չէ, այն հայերեն պզուկ եք ասում, մարմնի վրա, որ պզուկ առաջանում, էդի դու չես։ Եվ պատկերացեք, պզուկը քեզ խաբում, ասում է այդ ես եմ, ասենք հարմն ասում է ես աղաջան եմ։ Չէ, ես ուզում եմ քեզից ազատվել։ Կամ գորլուկը, գորլուկը խաբի քեզ ասի, որ քո անուն տաս էդի ես եմ։ Տղայիս ձեռքերին գորլուկ էր եղել, տղաս այդ ժամանակ 14 տարեկան էր, և ասեց,
Նենց եմ զզվացել ես գործունքներից։ Ինքը լսել էր, մի անգամ իմ աղբոս տղայի համար աղոթք է արել, մի գիշերվա մեջ սա գործունքները անցել էր, ասեց ինչ կլի, խնդրում եմ աղոթել ինձ համար։ Ես ուզում եմ ես գործունքները ինձանից վերջանալ։ Աղոթք արինք, ես անկեղծ եմ ասում, չեմ անում ոնց, մի քանի օր հետո եկավ ասեց, բլնայի, ոչ մի գործունք չկա։ Եթե Աստված կարող է այդպես գործունքները հեռացնել, կարող է քո բոլոր մեղքերը քեզանից հեռացնել։ Ասում եմ, ինչքան արևելք արևմուտքից է հեռու, այնքան քեզանից քո անօրությունները քեզանից հեռու տանում։ Աստված ուզում է քեզ մաքուր պահի, մաքուր տեսնի։ Եվ շատ փոքր մեղքեր կա, որ ընկել են եւ քեզ անընդհատ նեղում են։ Դու չես էլ հասկանում ինչի ես այդպես քեզ պահում, բայց քեզ ուզում եմ ասել, մի հատ պետք է ունես, որ քո ներսը դատարկես։ Միան այդ ուսապարկը, որ կրում ես քո մեջ, կամ այդ պարկը, որ քո մեջ է, մի հատ դատարկի տես մեջը ինչ կա, որովհետև Սատանան հաճախակի մեծ քարի կտոր է տալի եւ ասում է ոսկիա, պահի, անօրության որևէ մեղքի բան եւ դու գիտես դա քո լյուբիմչիկն է եւ դու քեզ թվում է թանկ բան ես կրում քո մեջ, քեզ թվում է թե դու գանձ ես կրում քո մեջ եւ 1 տարի, 10 տարի հետը կրում ես, ուր ես տանում, այսօր, ժողովուրդ ջան, եթե քարոզը ոչ մի օգուտ չտա քեզ, մենակ ես մի բանը խնդրում եմ պահի, այսօր է նորն է, որ մենք մեր արկղները, մեր պարկերը պետք է բաց անենք մեր Տեր Հիսուսի առաջ, ուզում եմ սրա մեջ հաջող ասեմ։ Տեսեք, մի դեպք եմ ուզում պատմեմ ու շարունակեմ գալ վերջաբանին մի քիչ հետո։ Ուրեմն, երբ որ Տեր Հիսուսը ծնվեց, Մատթեոսի 2:11-ն է, երբ որ Հիսուսը ծնվեց, տուն մտան, եկան մոգերը նրա մոտ, գտան երեխային իր մայր Մարիամի հետ եւ ընկնելով երկրպագեցին նրան եւ իրանց գանձերը բացեցին, ընծատվին նրան ոսկի, կնդրուկ եւ զմուց։ Աստծուն ինչ ունես դու տալու։ Այսօր ուզում եմ մեր գանձերը բացենք, այստեղ հետաքրքիր բան է, եւ իրանց գանձերը բացեցին։ Եկել եք տուն, Տիրոջ տուն ենք եկել, եկել եք երկրպագելու մեր Աստծուն։ Այո, եկեք մեր գանձերը բացենք։ Գիտեք, ընդեղ կտենանք քարեր, շատ մեծ տան մեջ ինչ ասեցինք, կա պատվական բաներ, գանձեր եւ կա նաեւ անարգ բաներ։ Եթե բաց անենք այս մոգերի նման իրանց գանձերը բացեցին եւ ինչ տեսանք, ինչ ենք տեսնում։ Եվ եթե մեր Տեր Հիսուսին ուզում ենք երկրպագենք, որտեղ իրանք եկել են երկրպագելու, իրանց գանձերը, իրանց ներսի գանձերը։ Իսկ մենք մի քիչ առաջ ասենք, հողի ամանների մեջ կրում ենք այդ գանձերը։ Որն այդ գանձերը։ Ես կարդացի 4 պունկտեր, որ անոթը պետք է լինի սրբված, բաց, մաքուր, առանց ճաքերի, պատրաստ անոթ լինի եւ նա գանձ կդնի այդտեղ, երբ որ գանձ կա, զորությունը նրանից կգա։ Իսկ եթե անարգ բաները մեր մեջ, ինչքան ուզում եմ մեզ աղաղակենք, Տերն ասելու է ապաշխարության գնալ։ Դու ինչքան ուզում ես աղոտ բարձրացնես, Տերն ասելու է կենտրոնացի սրբության վրա, մաքրության վրա։ Դուրս թափի քեզանից, այդ ժամանակ զորությունը կգա, այդ ժամանակ քո պաշտամունքը, քո երկրպագությունը կբարձրանա Աստծուն, որպես անուշահոտ խումբ, եւ Աստված կհաճենա քո աղոթքներին, եւ դու կլինես ընտրված անոթ դրա ձեռքերի մեջ։ Իսկ եթե բաց անենք ու այնտեղ քարեր լինի, գիտեք այդ ինչ է։ Մի հատ տեղ կարդամ, տեսեք Փարսեցիների դիպքը։ Եվ Հովանու 8:59-ն Արագի մեջ գնան։ Եվ նրանք քարերը վեր առան, որ նրա վրա գցեն, բայց Հիսուսը ծածկվեց եւ դուրս ելավ գնաց տաճարից։ Երբ որ Հիսուսը մի տեղ ասում է Հովանու 10:31-ում, ասում է. Ես եւ Հայրը մեկ ենք, հրեաները դարձյալ քարերը վեր առան,
որ նրան քարկոծեն։ Այսինքն, եթե քո մեջ քարեր ես կրում, մի օր քարկոծելու ես Հիսուսին։ Բայց եթե քո մեջ գանձեր ես դու կրում, մի օր ընծա ես բերելու Տիրոջը, քո գանձերն ես բերելու քո Տեր Աստծուն։ Ցավալիորեն մարդը չի հասկանում, որ քարերը կրելով ում համար ես կրում։ Դե Հիսուսին դուք չեք տեսնում, չեք կարող քարկոծել, բայց հովիտ տենում ես, ասիկես։ Լավ կներ Հիսուսին տնային, հովիտ չտնային։ Բայց գանձերը չկա, ինչ ես անելու, քարկոծելու ես։ Ծառաողներին քարկոծելու ես։ Մեր հրաշալի է եղբայրը, Աստծո հզոր ծառա, տերողնիկ ես։ Էդո եմ ասում, երեք ասել եմ էդո ասեմ, ասել եմ սաղ էդո էլ ասեմ։ Էդվարդ։ Էդգար, բայց էդո ճիշտ է էդո։ Պատվի անոթ է։ Հակոբ աղբեր չես խանդում, չէ, որ իրեն գովում է։ Հենց խանդես քանի տակում, տատակում, գիտեր։ Ինչ է դա նշանակում, երբ որ մեր մեջ կրում ենք այդ գանձերը, հենց այդ էլ կբերենք, սեր ենք կրում, քաղցրություն, երկարամտություն, ժուշկալություն, բարություն, հեզություն, իմաստություն, խոնարհություն, ինչ ենք կրում մենք, սա գանձերը, բայց հանդուգն, գոռոզ, երկայնամիտ, մեծամիտ, եսակենտրոն, սրանք սաղ աղբեր են, աղբաման ես դա, սրանք քեզանից թափի, որ գանձի աման լինես, և քո պաշտանմունքը Աստծուն հաճելի լինի, որ պատվի անոթ լինես, քո Տեր Աստծո ձեռքերի մեջ գործածելի։ Ես իհարկե հիմա գալիս եմ ավարտին, Սուրբ Գիրքը Մատթեոս ավետարանում ասում է, բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարիքներ կհանի, բայց չար մարդը իր չար սրտից, չար մարդը իր չար գանձերից չար բաներ կհանի։ Փաստորեն կամ չար գանձեր, որը գանձ չի, որը խապկան կա, որը քարեր է, որ դու կրում ես քո մեջ։ Եվ կարիք կա, որ դրանք թափես, որ լինես բարի մարդ, որ բարի գանձեր բերես, որովհետև Պողոսած թղթերում համար կա ուզում եմ ես էլ կարդամ ու նոր ավարտեմ, եթե դժվար չէ, եսի ոնց որ լրացում անգիր չասել համար, որ նրան սրտերը մխիթարվի սիրով միացած և կատարյալ իմաստության ամեն ճոխության հասնեն, այսինքն Աստծո և Հոր Քրիստոսի խորհուրդը իմանալու, որի մեջ ծածկված կան իմաստության և գիտության ամեն գանձերը, բայց սա եմ ասում, որ միգուցե մեկը մոլորեցնե ձեզ հրապուրական խոսքերով։ Ասում է, որ Քրիստոսի մեջ, նրան ճանաչելու մեջ և կատարյալ իմաստության ամեն ճոխության հասնեն, այսինքն Աստծո Հորը Քրիստոսի խորհուրդը իմանալու, Աստծուն, Հայր Աստծուն, սենց պետք է թարգմանվել մի խոսքով ասել, Հայր Աստծուն և Քրիստոսի ճանաչելու մեջ թաքնված է բոլոր իմաստության և գիտության խորհուրդները և այս գանձերը այս կրելով մեր մեջ, այս իմաստությունը, եթե Աստված տվել է մեզ, դա մերը չի, դա նրա փառքի համար է, եթե դու ունես, չգիտեմ, գիտություն, հայտնություն, իմիջայլոց ասեմ ես 5 տարի նստել եմ այստեղ, այն ժամանակ սա ակադեմիաներ մեր դասերը ստեղ էին լինում, ես ստեղ նստած էի։ Ես 5 տարի սովորել եմ Յուժնիկարևսկի ակադեմիան։ Եվ այստեղ, երբ որ ես հիշում եմ, նստած լսում էի, մի բան, ես կյանքում չեմ էլ պատկերացրել, որ մի օր կգամ ստեղից բեմից կքարոզեմ։ Որտեղ այդ ժամանակ մի անգամ եմ մենակ ստեղից քարոզել։ Եվ մի բան, ինչ է դա նշանակում, ինձ եմ ներկայացնում, ես իմ մասների խոսում, ես ուզում եմ ասել, որ նրան ենք պաշտում, փառքը նրանն է, ոչ պաշտամունքը նրան է ուղղված, եթե մենք հաջողված ենք, դա նրանից է, նրա համար է, նրանով է, և ուզում եմ, որ մեր երկրպագությունը, փառաբանությունը ուղղենք դեպի նա, և ես իմացա, որ նոր եք եկել
այսօր որոշները առաջ անգամ եք եկել, որոշները մի քանի անգամ եք եկել։ Եթե ցանկություն կունենաք իհարկե, այսօր այդ բերեք մեր լեզվով ասենք, հա, վեշվեշուկները բացելու օրն է։ Այսօր մեր ուսապարկերը դատարկելու ժամն է։ Ինչ ենք կրում մեր մեջ եւ ինչքան դիտի այդպես գնանք։ Եվ մեր կյանքի անհաջողությունների հիմնական պատճառը նա է, որ մենք ոչ թե Քրիստոսի գանձն ենք կրում մեր մեջ, այլ այս աշխարհի աղբն ենք կրում մեր մեջ։ Դա է խնդիրը, որ ունենալով խավարի այս բաները մեր մեջ չենք հաջողում։ Որոշներն ասում են բիզնեսի մեջ չենք հաջողվում, ինչ անում ենք չի ստացվում։ Որոշներն ասում են մենք ընտանիքում չենք հաջողվում, ինչ խոսում ենք մարդու կնիկ իրար տալիս են չի ստացվում։ Մեր զրույցը չի ստացվում, մեր ընտանիքները չի ստացվում։ Որոշները կանգնած ասում են առողջության խնդիր ունեմ, ոչ մի կերպ չեմ կարողանում այս հարցը լուծել։ Ուր գնում են բժիշկները միշտ կամ մերժում են կամ ասում են չի ստացվում։ Կնոջս 13 անգամ օպերացիա են արել։ Մենք շատ նեղություններով ու դժվարություններով ենք անցել։ Մենք չենք ունեցել ոչինչ։ Առողջություններ չենք ունեցել, ոչինչ չենք ունեցել, բայց մեզ նվիրել ենք Աստծո գործը։ Մեզ տվել ենք Աստծո համար ծառայելու, եւ նա օրհնել է մեզ։ Օրհնել է ամեն ինչով, թե նյութականը, թե աշխատանքը, թե, չգիտեմ, առողջությունը, այդ 13 հիվանդությունն էլ 13 ճանապարհով եկել են, մի ճանապարհով փախան մեր կյանքից։ Բոլորը գնացին, ընդամենը հրաշք ձևով 10 տարիներով մենք չենք իմացել ինչ է նշանակում մարդուկին իրար հետ դուրս գանք ման գալու։ Հիմա ենք ինձանց առողջ ենք։ Անկողնային վիճակ էր իրանում, տարիներով։ Բայց այսօր Աստված բժշկել է, այսօր Աստված իրան օրհնել է, ինքը մեր փառաբանության առաջնորդն է։ Մեր փառաբանության խումբը 37 հոգի է։ Եվ ինքը ծառայում այդտեղ այդ խումբը բարձրացրել է, ես գիտեմ, սա Աստծո զորության արտահայտությունն է։ Նես չի որ մենք շատ բան ենք կարող մենք մեզանով անենք, ոչ, եթե նա չլիներ, եթե նրա ներգործություն չլիներ, մենք ոչինչ չենք հաջողվի։ Ուրեմն գործ է պետք անել, մեր անոթները դատարկել է, մեզանից խավարը դուրս գցել է, մեզանից անպատիվ քարերը, որ պատրաստել ենք, եթե պահեցիր մոտդ մի օր Քրիստոսին ես խփելու։ Քեզանից թափի, քարերը քեզ համար չի։ Գանձեր ունեցի, գանձեր կգրես Տիրոջը։ Ով ինչ ունի այն բերում է, լսել եք այդ պատմությունը։ Ես ավարտել եմ կարոս, բայց թույլ տվեք 2 րոպե օգտվեմ։ Տարիներ առաջ լսեցի մի այդպիսի պատմություն, ասում եմ երկու հարևան, որ այս հարևանը նոր է եկել, ամեն լարավոտ տենում է այս դիմացի հարևանը, իրանց աղբը բերում է դնում է սրանց հայատը։ Մի անգամ էլ է տեսնում, երկրորդ անգամ, սկզբից չի անում, վիդեոկամերով է նայում, տեսնում է անդադ բերում է։ Մի օր էլ, չգիտի ինչ անի, ասում են, հետ խոսեմ, կռվելու ենք, նոր ենք հարևանություն անում, չեմ ուզում, սենց սա էլ հոգևոր մարդ է, ուզում է, որ իրան մաքուր պայի։ Ասում, Տեր Աստված ինչ անեմ, ասում է գնա հայատիցդ են լավ խնձորները, ջոկի, լեցրա մի արկղի մեջ, տար դիպ իրա հայատը, իրա դրանդը։ Երբ որ տանում ադնում է, հարևանը տես դուս ագալի, չի կարող այդ բանից հասկան, ասում է, ինչի ես կեզ աղբն եմ բերում դնում, ես դու բերեցիր, ես խնձորը դրիր, ես լավեր են ամանավան, ասում է, դե գիտես հարևան ջան, ով ինչ ունի են էլ տալիս է, ով ինչ ունի են էլ տալու է, եկեք կանգնենք մեր Տեր Աստծո առաջ, շատ եմ խնդրում այսօր դատարկես քո անոթը, որ դատարկ լինես, շատ եմ խնդրում մաքրիր քո անոթը, որ մաքուր լինես, շատ եմ խնդրում այսօր ներիր, որ ամբողջական անոթ լինես, այսօր բաց եղիր քո Տեր Աստծո առաջ, ուզում եմ աղոտ բարձրացնել, սիրելի հայր,